Այսպես, այսօր ուրեմն մի քիչ այլ կերպ կանենք, կառանձնացնեմ 3 կարտեր, իրենց օգնող կարտերով, կոնկրետ թեմաներով։ Տեսնենք այսօր ինչ կասեմ այս կարտերը։ Առաջինը կլինի անձնական կյանքի համար, երկրորդը աշխատանքի և գործերի և երրորդը ֆինանսների։ Այսպես գոնե թեմաները կլինեն 3 տարբեր, ում ինչ հետաքրքիր է, այն էլ կարող է լսել։ Այդտեղ արդեն 2 կարտ դուրս եկավ, շատ լավ։ Առաջինը անձնական կյանք։ Տեսնում եմ թագուհին այստեղ, ջահերի թագուհին է, շատ այսպես ինքնաբավ, ինքնագոհ, ինքն իրենից գոհ, այսպես ասեմ, երկրորդը տեսնում եմ կառքը և երրորդը բաժակների 9։ Ջահերի թագուհին դա կրակի նշանի տակ ծնված կանայք են, շատ կրակոտ, շատ տաքարյուն, համառ, առանձնապես չենթարկվող և շատ սիրում են կյանքով այսպես զվարճանալ, օգտվել կյանքի բարիքներից, բավականին տաքարյուն հետաքրքիր թագուհի է։ Եվ տեսնում եմ կառքը, և տեսնում եմ տղամարդուն, որը 9 բաժակների մեջ նստած, այսպես շատ հանգիստ, շատ այսպես ժպտերես։ Ես կարծում եմ, որ այստեղ անձնական կյանքում խոսքը գնում է այո, այդ երկուսի մասին։ Կրակոտ թագուհին և այս ես 9 բաժակ եմ տեսնում, դա այդպես պատահական չի կարող լինել։ Այս տղամարդն էլ բավականին զվարճասեր, այսպես ոնց են ասում, ուտող խմող, այդպես տղամարդ է։ Գիտեք, ինձ թվում է, չգիտես ինչու, որտեղ եթե այսպես նայում ենք, աղջիկը բոլորովին այլ կողմ է նայում, իսկ տղամարդը նայում է իր ետևից, ինձ թվում է, այս տղամարդն ուղղակի սիրահարված է ինչ-որ կնոջ։ Իսկ ինը կամ իրեն այսպես շատ վերևից է, վերևից է տղամարդուն նայում, կամ այսպես համառություն է անում։ Իսկ տղամարդը, այս կառքը արագություն է, շարժ է, տղամարդը այսպես միջոցներ է փորձում գտնել, կնոջը հասնելու համար։ Կինը դեռ առայժմ, այսպես ասեմ, տղամարդուն ուշադրություն չի դարձնում, չեմ կարող ասել դիտավորյալ խորամանկություններ է անում, գայթակղում է, չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել տղամարդը բավականին էլ փորձված է, բավականին փորձ ունի, այս 9 բաժակները, ընդ որում ես տեսնում եմ բոլոր 9 բաժակներն էլ կանգնած են, այսինքն ինքը կանանց մեջ բավականին էլ հաջող տղամարդ է, և ինքը եթե տեսնում եք իր դեմքից ժպիտը, իր հանգստությունը, ինքը շատ ինքնավստահ է և ուղղակի այս ճանապարհին հասկանում է, որ իրեն համառություն է պետք, իրեն պետք է ուղղակի համառորեն առաջ գնալ և իրականում թագուհին կգայթակղվի։ Լավ, տեսնենք 1-2 կարտեր, ինչ կարելի է վերցնել։ Հետաքրքիր է, այսպիսի բան դեռ չէի տեսել։ Ընդ որում ես այստեղ չեմ տեսնում շատ երիտասարդ զույգ, չէ, այստեղ սիրահարվածության մասին չէ խոսքը, այստեղ ավելի կրքի մասին է խոսքը, տղամարդը ցանկանում է կնոջը, կինը առանձնապես իրենով հետաքրքրված չէ, բայց չեմ կարող ասել, որ կնոջ կյանքում տղամարդ կա ամուսնացած կին է, չեմ կարող ասել, կրակոտ կանայք ընդհանրապես կրակի նշանի տակ են, բավականին անկախ են, ուղղակի իրենց հասնել են, այնքան էլ հեշտ չէ, բայց տղամարդը կարծես բավականին կյանքի փորձ ունի և հատկապես
կանանց շրջանում 9 բաժակն էլ կանգնած, դա ինձ հուշում է, որ ինքը դեռ անհաջողություն կանանց մեջ չի ունեցել։ Դրա համար շատ ինքնավստահ է։ Հաջորդ 3 կարտը ինչ եմ տեսնում այստեղ, ճակատագրի անիվը, տեսնում եմ նաև պենտակլի 9 և տեսնում եմ ասպետը թուրը ձեռքին։ Ճակատագրի անիվը այս դեպքում ինձ թվում է, գիտեք, ուղղակի տղամարդը անընդհատ փորձում է, ոչինչ չի ստացվում։ Բավականին կարգին կին է, բավականին, այս կինը ինքն էլ այդպես կյանքի փորձ ունի և այս տղամարդուն այնքան էլ լուրջ չի ընդունում։ Տղամարդը մի քիչ շատ ագրեսիվ է, շատ, այսպես կարծում եմ, որ շատ ագրեսիվ է մոտենում և կնոջը դա այնքան էլ դուրս չի գալիս, տեսեք, ես ինչքան ասում, տղամարդը առաջ է շարժվում, կինը բոլորովին հակառակ ուղղությամբ է նայում։ Իսկ այս անիվը դրա դեպքում ճակատագրի նշանակում է, որ տղամարդը ուղղակի դոփում է նույն տեղում, այսպես նույն շրջան, նույն սխալներն է անում, անընդհատ փորձում է, նույն իր կյանքի փորձի համաձայն, այդպես կարող եմ ասել, ինչպես որ ինքը կանանց ճանաչում է, ինչպես որ կարծում է, որ կարելի է կանանց գայթակղել եւ հասնել, այս կնոջ հետ կապված դա առայժմ չի ստացվում։ Առայժմ չի ստացվում։ Եվ այստեղ տեսնում եմ կայսրուհին, շատ դժվար է լինելու այս կնոջը։ Այդպես սրով թրով կամ ձեր կյանքի փորձով գայթակղություններով այս կնոջը չեք կարողանալու հասնել։ Կայսրուհին շատ ինքնաբավ, շատ այսպես ինքն իր արժեքն իմացող։ Այո, այս կնոջը երևի պետք է սիրել իրականում, ոչ թե գայթակղել։ Ես չեմ կարծում, որ այս տղամարդը այդ գործում հաջողության հասնելու է, առայժմ չեմ տեսնում։ Ինչ որ էր, ամեն դեպքում հետաքրքիր էր։ Ամեն դեպքում հետաքրքիր էր։ Տեսնենք հաջորդ աշխատանքի։ Ասպարեզում ինչ է սպասվում։ Տեսնում եմ լուսին, տեսնում եմ երկուսը բաժակը ձեռքներին և տեսնում եմ աշտարակը։ Լուսինը նշանակում է կասկածներ, վախեր, անհանգստություն։ Երկուսով ինչ-որ գործարք են կնքում, երկուսով մի հարցի շուրջ են մտածում, պարտադիր չի երկու այստեղ նկարում կին տղամարդ է լինի էլի կին ու տղամարդ, կարող է լինել երկու կին, երկու տղամարդ, նշանակություն չունի, կարտի նշանակությունն այն է այս դեպքում, որ երկու հոգով են ինչ-որ գործ են ուզում անել, բայց շատ կասկածներ ունեն և առայժմ չի ստացվում։ Ինչ-որ փորձեր արել են, իսկ աշտարակը տեսեք, այսպես աստիճանաբար պետք է կառուցել ներքևից վերև և ինչ-որ քայլեր են անում, բայց չի ստացվում, բայց կարևորը, որ իրենք շատ իրար հետ լավ են աշխատում։ Տեսնենք ինչ կլինի այստեղ։ Ներողություն, կարտերը շրջվեցի։ Կարտը ինքը դուրս եկավ։ Թրերի թագավորն եմ տեսնում, տեսնենք, տեսնում եմ թրերի 9, երկու կարտ ընկավ, երկուսն էլ հանին։ Շատ լավ, ինչ եմ տեսնում այստեղ աշխատանքի հետ կապված։ Ես կարծում եմ, որ այս թրերի թագավորը ինք իրականում պաշտոնյա է։ Դուք ինչ գործ որ անում եք, կախված է եւս երրորդ անձինց, որը ձեր թիմի անդամ չէ, այսինքն ինքը այս գործարքում այսպես ասեմ, բաժնետեր չէ, ձեր գործընկերը չէ, բայց ինքը կարող է լինել պետական պաշտոնյա, որը դա ինչ-որ փաստաթուղթ պետք է ձեզ տա, ինչ-որ, չգիտեմ, լիցենզավորում ինչ-որ պետք է ապահովի, այսինքն ինչ-որ մեկն է պաշտոնյա, որից կախված են ձեր գործերը, ձեզ շատ դժվար
ժամանակներ են սպասվում, կամ միգուցե արդեն իր պատճառով, դրա համար էլ չի ստացվում, ձեր աշտարակը չի կառուցվում, քանդվում է անդադ, որտեվ այո, դուք շատ մեծ գլխացավանք է այս մարդը ձեզ առաջարկում, շատ մեծ խնդիրների առաջ եք կանգնած։ Ես չեմ կարող ասել վիճակը անելանելի է, բայց կարող եմ ասել, որ 9 թրերի, տեսեք, հուսահատ էլ արդեն ելք չի տեսնում երիտասարդը։ Իսկ շատ թագավորը հանգիստ, ինքնավստահ, իր թուրը ձեռքին նստած է։ Ես կարծում եմ, այո, որ ուղղակի ձեզ ինչ-որ մեկը խոչընդոտում խանգարում է։ Ես այստեղ տեսնում եմ 7 թրերի և տեսնում եմ, էլ եմ ասում, high priestess-ը մի քիչ դժվարանում եմ, ես չեմ կարող ասել հայերենով ինչպես կարող եմ թարգմանել, տեսնում եք կնոջը նստած։ Այս կարտը նշանակում է իլյուզիաներ, նշանակում է, որ ամեն ինչ այսպես տրամաբանությամբ չեք կարող հասկանալ, պետք է ավելի ձեր ներքին զգացողությանը պետք է վստահեք տվյալ դեպքում։ Այսինքն, եթե դուք կարծում եք մարդը դիտավորյալ է ձեզ խանգարում եւ այս մարդը ձեզ չի օգնելու, այդ դեպքում այս մարդը ձեզ չի օգնելու, այսինքն ինչ որ ձեր ներքին ձայնը ձեզ հուշում է, տվյալ դեպքում ճիշտ կլինի։ Դուք մի քիչ այլ տակտիկա պետք է ունենաք։ Տեսեք, զենքը ձեռքերին տղան այնտեղ բավականին պայքար մղել է, բայց չի հանձնվում, դեռ շարունակում է։ Այո, ինձ թվում է ձեզ ինչ որ նոր ուղի, միգուցե այլ մարդու հետ պետք է աշխատել։ Այս պահին ես դեռ հաջողություն չեմ տեսնում եմ, որ դեռ այո, մտածում եք, ուզում եք հասկանալ, վերջը ինչու է մարդը խանգարում։ Այդ ինչուները փորձում եք տրամաբանորեն հասկանալ, ինչը կարող է խանգարել։ Այստեղ այդքան տրամաբանության երևի հարց չէ, այստեղ շատ կոնկրետ է։ Ուղղակի դուք էլ չգիտեք, ես էլ չգիտեմ։ Ես այստեղ տեսնում եմ 8 պենտակլի կոպեկների։ Տեսեք, տղամարդը շատ հանգիստ նստած աշխատում է։ Մի քիչ միգուցե ավելի ագրեսիվ, միգուցե շտապում եք, բայց այստեղ ասում է, չէ, շատ հանգիստ, պետք է այսպես աստիճանաբար, կամաց։ Իսկ միգուցե ես չգիտեմ ինչպես ասեմ, բայց ես ինչ տեսնում եմ, պետք է ասեմ։ Կամ միգուցե մարդը ձեզնից գումար է ուզում, չգիտեմ, չեմ կարող ասել։ Փայաբաժին է ուզում, ինչ որ մասն է ուզում ձեր աշխատանքի, այլ դուք աշխատում եք, իսկ ինքը ինչ որ դրանից մաս է ուզում։ Կարող է, այդպես էլ կարող է լինել։ Այդպես էլ կարող է լինել։ Դրանից հետո անմիջապես ես տեսնում եմ հաղթանակ։ Իրականում ձեզ կհաջողվի, դուք կգտնեք երևի։ Չեմ կարող ասել երբ կգտնեք, մոտակա ապագայում ճիշտ ասած ես չեմ կարող ասել, դուք դեռ ընկճված վիճակում եք, բայց պետք է ելքը փոխեք այլ կերպ գտնել։ Ես չգիտեմ, կամ ինքը ինչ որ ուզում է դառնալ ձեզ գործընկեր, բայց ինքը ինչ որ իր շահերն ունի այստեղ։ Պատճառները կարող են կապված լինել նաև իր շահի հետ, այո։ Ես տեսնում եմ հաղթանակ, ընդ որում հաղթանակը, տեսեք, երկու կողմն էլ կարող է լինել։ Երկու կողմն էլ կարող է լինել, կարող ինքը ձեզ հաղթել, կարող դուք իրեն հաղթեք։ Ամեն դեպքում ես հուսով եմ, որ դուք կհաղթեք։ Ես հուսով եմ, որ դուք կհաղթեք ամեն դեպքում, բայց տակտիկան պետք է փոխել, այո։ Պետք է ես կդժվարանամ անկեղծ ասած չասեմ ինչ կարող է։ Դուք ավելի լավ, ովքեր այսպիսի իրավիճակում են, ինչ որ մեկը կոնկրետ խանգարում է, գլխի չեք ընկնում, ինչու, միգուցե գնաք ուղղակի կոնկրետ հարցնեք։ Կոնկրետ փորձեք իրեն հարցնել եւ բարձել ինչումն է բանը, ինչ է ուզում մարդը։ Էլ եմ ասում, մարդը կամ գումար է ուզում, կամ մարդը ուղղակի ուզում է բաժնետեր լինել, կամ դուք ինչ որ ձևով ձեր գործը խանգարում է, միգուցե մրցակցություն է տեսնում։ Ամեն դեպքում այս պաշտոնով մարդուց է կախված, ինքը ձեր գործը դանդաղեցնում է եւ ոչ մի կերպ չի թողնում, որ առաջ շարժվի։ Ես չեմ կարող ասել, որ սա երբեք չի լինելու, ես էլ եմ ասում, հաղթանակ տեսնում եմ, սա հնարավոր է, ուրեմն արժի այս ուղղությամբ աշխատել, ջանքեր թափել եւ այս մարդու հետ փորձել լեզու գտնել։ Արժի, անիմաստ չի անցնի։ Երրորդը ֆինանսների հետ կապված, տեսնենք մեզ ինչ է սպասվում։ Բաժակների 8-ն եմ տեսնում եմ ասպետը պենտակլի կոպեկների եւ տեսնում եմ պաժը թուրը ձեռքին։ Սա ավելի հիասթափված մարդն է, որը կամ գումար է կորցրել, կամ ինչ որ գործ է արել, ինչ որ ներդրում արել, բայց իրականում չի ստացվել։ Ինքը հիասթափված է եւ փորձում է նոր ճանապարհով գնալ։ Եվ իրականում սա էլ պաժն է թուրը ձեռքին, ինքը նոր գաղափար ունի, նոր։ Այսինքն, այստեղ ոչ միայն հիասթափությունը պետք չէ սխալ հասկանալ, եթե մարդը հիասթափված է նոր ուղով է գնում, նոր ճանապարհ է գնում, դա դեռ չի նշանակում, որ մարդը կամ կոտրվել է կամ, այսպես ասեմ,
ձախորվել է, չէ, ինչ-որ բան փորձել է չի ստացվել, դրանից բավականին դասեր է առել։ Բոլոր բաժակները կանգնած են, այս մարդը կոտրված չէ բոլորովին, ինքը ուղղակի ինչ-որ բան արել է, ինչ-որ բան չի ստացվել, փորձում է նոր ուղիներ գտնել եւ նոր ձևով գումար վաստակել, որտեղ սա ֆինանսի մասին էր։ Ես էլ եմ ասում, այստեղ որ սուրը ձեռքին տեսնում եմ պաժը դա երիտասարդն է, երեխա նաև, այսինքն նոր գաղափար ունի, ինքը նոր ճանապարհ գնում է նոր գաղափարի հետևից, ինչ որ փորձել է արել է չի ստացվել եւ ոչ թե չի ստացվել, միգուցե շատ ինչ որ ձգձգվող գործ է եղել, գումարը շատ քիչ եկել է, այնպես էլ չի որ բոլորովին ձախողվել, ուղղակի սա այն չէ, ինչ որ ինքը փնտրում էր, շատ քիչ է եկել, շատ ուշ դանդաղ է գումարը եկել, ինքը նոր ուղիներ է փնտրում, նոր միջոցներ գումար վաստակելու, նոր գաղափար ունի եւ այսպես շատ խրոխտ նայում է առաջ։ Հիմա տեսնենք այդ խրոխտ նայելուց ինչ կլինի ի վերջո։ Չէ, ես հուսահատ մարդ չեմ տեսնում այստեղ։ Ուղղակի գործ արել է, գումար է փորձել վաստակել կամ աշխատել է ինչ որտեղ եւ շատ քիչ գումար է եկել, դա իրեն չի բավարարում։ Մարդը նոր ուղիներ է փնտրում եւ ճիշտ է անում։ Եթե ինչ որ բան անում եք եւ ձեզ չի բավարարում, մանավանդ եթե դուք լավ աշխատող եք, իսկ աշխատավարձը քիչ է եւ չեն էլ բարձրացնում, ինչու դոփել նույն տեղում, պետք է անպայման առաջ շարժվել։ Ես նորեւ համաձայն եմ, կողմնակից եմ դրան։ Որտեղ ես բոլորովին հուսալքված, հուսահատված մարդ չեմ տեսնում, հակառակ մարդը ավելի նոր գաղափար, նոր միտք ունի, նոր ուղիներ է փնտրում։ Երեքն եմ տեսնում Պենտակլի եւ արև եմ տեսնում։ Այո, եւ տեսնում եմ այստեղ հրաֆանտ, այսինքն հավատացեք ձեր ուժերին, շատ լավ է լինելու։ Դուք ինչ էլ սկսեք, ինչ էլ անեք, 3-ը նշանակում է առաջ խաղացում, չէ, 2 ասել եմ կոպեկների, դա բալանսն է, որ դուք կարողանում եք ձեր ծախսերն ու ձեր եկամուտը այսպես հավասարակշռել, ինչքան ստանում եք, այնքան ծախսվում է, ձեզ առանձնապես ոչինչ չի մնում։ 3-ը նոր գաղափար, ինչի հետևից որ գնում եք, շատ ավելի լավ կլինի։ Սկզբում, ընդ որում, առաջին այս կարտը դուրս եկավ, եթե հիշում եք։ Սկզբում մի քիչ կկարողանաք ավելի վաստակել, քան առաջ էիք վաստակում, բայց դրանից հետո արևը շատ մեծ հաջողություն է սպասվում։ Շատ լավ լուսավոր ճանապարհ է, նոր ճանապարհ է։ Մի մնացեք, մի դոփեք նույն տեղում, եթե ձեր աշխատանքը չի բավարարում եւ ձեր վաստակած գումարները, շատ լավ կլինի։ Շատ լավ կլինի, շատ լավ լուսավոր ճանապարհ է։ Պարզապես պետք է հավատալ ձեր ուժերին։ Ես բոլորին ցանկանում եմ հաջողություն, շնորհակալություն։